Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ, ովքեր ուրախ են, որ այսօր Տերոջը դան մեջ են, ամեն, ինչ մեծ բադիվ է Տերոջը երկրբակել միասին, սա Տերոջ մարմինն է, սա Աստծո դունն է, որտեղ գահավաքվենք Տերը բաշտելու միասին։ Գիտեք, մենք հաղորդություն գարնեինք, այս միտքը գար, Աստված պետք է մերներ, որպեսզի մենք ապրեինք։ Գրնակ երևակայել Աստված պետք է մերներ, որպեսզի մենք ապրեինք։ Saying, sorry, Lord, որ աս ամենում մեջ ենք ասիր, but we are forever grateful. Amen. Forever grateful. Մենք ուրիշ սրդի իրավիճակ չենք կրնար ունենալ այդ պահուն։ Քանի որ մենք արժանի չէինք, բայց ինքը մեզի համար զոհվեցավ։ Երբ մենք դեռ մեղքի մեջ էինք, ինքը մեզի փարստացուց։ Ամեն։ Ուրեմն եկեք կարդամ ցեզի Հակոբու նամակեն 2-րդ գլխուն 20-րդ համարը, որ գսե եւ քրկին խոսքը գադարվեցավ, որ գսե Աբրահամ Աստուծո հավատաց ու ան իրեն արդարություն սեփվեցավ եւ ինք Աստուծո բարեկամ գոչվեցավ։ Ամեն։ Գիտեք, այս համարը գխոսի Աբրահամի մասին եւ անոր հավատքին եւ անիգա ինչպես Աստուծո ընկեր գտարնա։ Մենք մեր կյանքին մեջ ունենք ընկերներ, ունենք բարեկամներ։ Եվ ամենամեծակույն դիտողը որ դու գրնաս առնել, անիգա դառնալ Աստուծո բարեկամ, որ Աբրահամ գտեսնենք խոսքի մեջ 3 տեղեր, 3 դարբեր զանազան տեղեր, հին տենորին մեջ, հիշե որ Աստված Աբրահամին գոչե իր բարեկամը։ Գրնակ երևակայել, երկինքն ու երկիրը ստեղծող Աստվածը, իր ստեղծագործությունը մարդը գնայի եւ գսե թուն իմ բարեկամս ես, թուն իմ ընկերս ես։ Եվ ուրեմն գիտեք Աբրահամ գաբրեր ուր քաղաքին մեջ եւ գսվի թե ուր քաղաքը չաստված ուներ եւ այդ չաստվածը լուսինն էր եւ ուրեմն իրենք լուսինը գբաշտեին այդ օրերուն եւ գտեսնենք որ Աբրահամ որ Աբրամ էր անունները պիտի երտանք back and forth Աբրահամ եւ Աբրամ բայց Աբրահամ որ գաբրեր ուր քաղաքին մեջ գբաշտեր լուսինը իր հորը դունը իր ընտանիքը բոլորը գբաշտեին լուսինը Եվ հետաքրքրական բանը գա, որ լուսինը, որ այն օրերուն իրենց բաշտամունքի արարգան էր, պատասխանատու էր բդղափերության։ Այսինքն եթե անցմը զավակ չեր ունենար, գտիմեր լուսինին, գաղոթեր եւ գսեր որ ինձ զավակ դուր։ Իմ գնոջս արքան տպած, որովհետեւ զավակներ ունենանք, ժառանգորդներ ունենանք մեր տանը։ Եվ Աբրահամի անունը ինչ էր? Exalted Father, այսինքն բարձրացած հայր։ Երևակայեցեք 75 տարեկան էր, երբ Աբրահամ գանչվեցավ Աստծո կողմէ եւ զավակ չուներ։ Ամեն անգամ որ մեկը իր անունը կգանչեր, իրեն ինչ կսեր, հայր կգանչեր, բայց իր տանը մեջ զավակ չի գար։ Ամեն անգամ որ ինքը բաշտամունքի գերտար, լուսինը բաշտելու, սպասելով որ այդ լուսինը հավանաբար օր մի իրեն զավակ պիտի տա, զավակ չեր ունենար։ Ինչ ցավալի է, չէ՞, քեզ մե որ քո անունդ հայր է եւ դու զավակ չունիս, Աստված մը գբաշտես որ պատասխանատու է քեզի զավակ տալու, բայց զավակ չի դար։ Գարես է իր կոնտրոլեն դուրս է։ Եվ ոստեղ դիլեմամը գսկսի լալու որ ամեն անգամ որ դու գերտաս եւ զավակ չունիս, բայց ամեն մարդ քեզի հայր կգանչի։ Շատ ցավալի բան է իրականության մեջ եթե նայեք այդ օրերուն ցավալի բան է, որովհետեւ կտեսնենք որ Աբրահամի երկու եղբայրներն զավակներ ունեին։ Աբրահամն էր որ զավակ չուներ։ Ան որ անունը հայր չէր զավակ ուներ եւ անոր որ անունը հայր էր զավակ չուներ։ Եվ ուրեմն 75 տարեկանին նայեցեք ինչ կսե Ծննդոց 13-րդ գլուխը առաջին համարը կսե Տերը ըսավ Աբրահամին քու երկրետ եւ քու ասկագաններեդ ու քու հորդ տունեն քնա այն երկիրը որ ես քեզի պիտի ցուցնեմ։ Եվ Աբրահամին գխնդրե 3 բաներ ցկեր 3 դարբեր բաներ։ Գսե որ երկիրը ցկե, ասկագանները ցկե եւ հորը դունը ցկե, որբեսի քեզի դանեմ Կանադա։ Չեմը։ Քեզի գսե դանեմ երկիրը որ պիտի ցուցնեմ։ Այսինքն դեռ մենք հոստեղը ճիշտ location-ա ունենք։ Աբրահամ չի գիտեր ուր պետք է ճամփորդե։ Աբրահամ չի գիտեր ուր պետք է երթա։ Աբրահամ չի գիտեր ինչ պիտի լայրեն։ Բայց այն օրերուն, եթե գիտեք իր ընտանիքը ցկելը, իր ժառանգությունը ցկելը կնշանակե այն ինչ որ ունի իբրև հարստություն եւ իբրև իրեն աբակային մեջ եղող ժառանգությունը իր հորը դունեն պետք է ցկեր։
Եվ դու գտարնաս ոչինչ այս բարակային, որովհետև դու literally գսես ես ինչ որ ունիմ, իմ հորս դունը պետք է ցկեմ եւ երթամ։ Եվ ուրեմն գտեսնենք, որ Աբրահամ գցկե այս բոլոր բաները եւ գսկսի ճամփորդության ելնելու։ Հավանաբար գսվի թե ճամփորդությունը 2-3 ամիսներ գդեվե։ Մինչև Սյուքեմ, մինչև Կանան իր հասնիլը։ Հիմա հարցում ունիմ, եթե ես ցեզի կամ եւս եմ այսպիսի ծրագիր ունիմ։ Դուք գնայք ծրագրին եւ գտեսնեք, որ երկրին անունը չի գա։ Գսեմ ես ցեզի պիտի դանեմ այս երկիրը։ Այս անգամ դուք որու պետք է վստահեք, ինձի թե ծրագրին։ Ծրագիրը ոչինչ բանը չի գա ծրագրի մեջ։ Քեզի ես պիտի դանեմ, ուրեմն ինձի պետք է վստահես։ Սերներ մենք կտեսնենք, որ Աստծո ծրագրին վստահելու համար մենք պետք է նախ ծրագրողին վստահենք։ Եթե մենք ծրագրողը գճանչնանք, գիտենք ծրագիրը ինչպես կնալալ։ Եվ կտեսնենք, որ այսօր, երբ որ մարդոց կյանքին մեջ բամը եթե իր կոնտրոլին դակ չէ, գսկսի մտահոգվելու եւ գսկսի այսպես շվարած իրավիճակ մը գսկսի կյանքիդ մեջ լալու։ Բայց ով գիտե որ դերը բարի է իր կյանքին մեջ, անոր նախ գիտե դերոջը քարակտերը։ Աբրահամ գանչվեցավ երկրեմը, որ չաստված ուներ սերներս, ինչպես էսի։ Մենք շնորհքի դեր շրջանի մեջն ենք։ Մենք ծնած ենք դեր քրիստոնյա դուներու եւ ընտանիքներու մեջ։ Բայց որչափ պետք է վստահենք ծրագրողին, ծրագիրեն ավելի։ Շատ ադեն սերներս ծրագիրը գրնալ բարապ էջմալա։ Նույնիսկ ադոր պետք է մենք նայենք թե ով է ծրագիրը, ծրագրողը։ Եթե Աստված է ծրագրողը, ուրեմն մենք ինչ են գրնանք մտահոգվել, մենք ինչ են գրնանք վախնալ։ Սիրենես մենք պետք է հասկանանք, որ դերը բարի Աստված է, մեր Աստվածը բարի Աստված է եւ անիգա մեզի համար է, անիգա մեզի հետ է եւ մենք միան անոր հետ գրնանք դեպի հաղթություն երթալ։ Եթե մենք իրեն մերժենք եւ ծրագիրը ընտրենք, կնշանակե թե մենք միան իր ցերքին գնայինք եւ ոչ թե երեսին։ Շատ կարևոր է որ իր թեմքը փնտրենք սերներս, ինչպես երկեցինք, թեմքը ցույց տուր, թեմքը Աստծո քարակտերն է։ Մենք կտեսնենք իր թեմքը եւ կհասկանանք Աստված ով է։ Մենք երբ որ գնայինք ծրագրողին, գիտենք արդեն որ ծրագիրը բարի է, այո եւ ամեն է։ Ամեն։ Եվ ուրեմն կտեսնենք որ Աբրահամ ճամփագել է։ Եվ երբ որ գարտանք հաջորդ համարները, կտեսնենք որ գսե քեզ մեծ ասկմը պիտի ընեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քու անունդ պիտի մեծնեմ ու տուն օրհնյալ պիտի լաս քեզ օրհնողները պիտի օրհնեմ ու քեզ անիծողները պիտի անիծեմ ու երկրի բոլոր ասկերը քեզ մով պիտի օրհնվին։ Եթե մի քանի chapter յետև երթանք կտեսնենք որ Բաբելոնի շինելու ամենամեծ նպատակներն մեկը գսե որ մենք մեզի անուն մշինենք։ Բայց նայեցեք հոստեղ Աստծո խոստումը ինչ է։ Եվ քու անունդ պիտի մեծնեմ, քու անունդ պիտի մեծնեմ։ Եթե մենք չանք կտապենք մեր անունները բարձրացնելու, մեծնելու եւ մեծարելու, Աստված գուքա եւ ինչպես Բաբելոնի աշտարակը այսպես դաբալեց նույնը մեր հբարդությունը, նույնը մեր ամենա չանկով աշխատած բաները, որոնք միան աշխարհի մեջ լավ գայրին Տրախտի մեջ չէ, այդպես ինքը գայր է։ Նոր տրենդը, որ մարդ անուն շինե, սա Բաբելոնեն ելավ։ Բայց Աստված գուքակս է ես քու անունդ պիտի մեծնեմ։ Ամեն չանք քու անունդ մեծնելու գդանի թեպի դաբալման, ոչնչացման։ Եվ ուրեմն կտեսնենք, որ մարդ ինքն իր անունը մեծ չի գրնար անել։ Եվ եթե փորձե անել, անիգա կսկսի Աստծո հետ այսպես ռեյսի ելնելու։ Եվ ասեմ Մեկը չի գրնար Աստծո հետ հաղթել։ Միան Աստծո գողքին երբ որ գենա սատանային թեմ կհաղթես եւ ոչ թե Աստծո թեմ կհաղթես։ Եվ ուրեմն կտեսնենք որ հոստեղը Աբրահամին այսպիսի օրհնություններ պիտի դա, եթե հնազանդի, եթե վստահի եւ եթե իր ընտանիքին դունը ցկե։ Գսե քեզի երգիրը պիտի դամ։ Քեզի ժողովուրդ պիտի դամ եւ գսե անձնական օրհնություն պիտի դա Եվ համաշխարհային օրհնություն, որ գսե քեզ օրհնողները պիտի օրհնեմ եւ բոլոր ասկերը պիտի քեզ մով օրհնվին։ As ամենը հետաքրքրական բան մգա, քեզի ժողովուրդ։
Տերոս նույն չի գա զավակ ունենալու մասին։ Քեզի ժողովուրդ ուրդեղ եմ միտքա, եթե ես ժառանգագից չունիմ։ Ժողովուրդ ուրդեղ եմ մեջտեղ միտքա, եթե ես մեկը չունիմ, որ իմ անունը շարունակի։ Բայց կտեսնենք, որ Աբրահամ ովևէ մեկ խոստում չի հարցակներ։ Եթե Աստված սիրելիս քեզի խոստում գուտա, մի հարցակներ խոստումները։ Նույնիսկ եթե քու երևակայությունն շատ ավելի մեծ է, շատ ավելի բարձր է, շատ ավելի դժվար է հասկանալը, գիտիր որ Աստծո համար անկարելի չի գա։ Եթե քեզի համար անկարելիներ կան, իրենքով չի գա։ Եվ ուրեմն ծրագիրը դիտե Աստծո աչքով եւ ոչ թե քու աչքերով։ Քու աչքերը քեզի գրնան խապել, քեզի գրնան ուրիշ ճամփաներ դանել։ Բայց բանալին հաղթության հնազանդությունն է, սիրելիս։ Ան որ գհնազանդի անիգա գահախտե եւ անիգա մինչեւ վերջ կդիմանա։ Ամեն։ Ամեն ինչ հարցակնելով շատ ադեմ պատասխան չեն գարնել, ընդհանրակ ավելի վատ կսկսի լա, մտահոգություններ կշահենք, բայց ամեն ինչին հնազանդելով դերոջը հետ մենք կհասկանանք ամեն բան։ Եվ գիտեք ինչ հետաքրքրական է, որ Հիսուս ինքը Աբրահամի սերունդեն պիտի կար։ Կտեսնենք, երբ որ գարտանք ավետարանները Աբրահամի անունը կհիշվի։ Այս անձը, որ զավակ չուներ, աշխարհին օրհնություն դարձավ եւ անորմե եկավ աշխարհի փրկիչը։ Կտեսնեք ինչ մեծ օրհնություն կա միան բարձ հնազանդության կորձովը։ Բարձ հնազանդությունը կբերե Հիսուս քու կյանքիդ մեջ եւ տուն կմիանաս երկնքին։ Գիտեք, սիրելիներ, մենք պետք է շատ լավ հասկանանք, որ Աստծո թագավորությունը հիմնված է ոչ թե միան այսպես ես ազատ եմ եւ ես ուզածս կրնամ անել, բայց գախվածության վրա, գախվածություն Հիսուսին վրա, հնազանդություն Հիսուսին հանդեպ։ Շատ անգամ մենք կգարձենք եւ կմոռանանք, որ հնազանդությունը բանալին է Աստծո բادرները բահելու համար։ Որովհետև մենք չենք կրնար հասկանալ ամեն բան, մենք կադարյալ էակներ չենք, բայց երբ որ կհնազանդենք, դերը շնորհք կուտա մեզի։ Ամեն։ Եվ ուրեմն կտեսնենք, որ Աբրահամ ճամփագել է եւ հետաքրքրական է, որ առաջին բանը որ գնե, երբ որ Սյուքեմ գահասնի, երկրբակության վրան զոհասեղան գտնե։ Այդ օրերու ճամփորդները սիրելիներս Գերտային, երբ որ պետք է հանգստավայր մտնեին, հանգստության համար կգենային որտեղ ճուր գար, որտեղ իրենց հետ ընդհանրապես գենտանիներ կճամփորդեին եւ եթե ժողովուրդ կճամփորդեր, պետք է որ ճուր առնեին։ Եվ այն օրվա համար ճուրը ամենամեծ կարևորն է, որ քու գենտանիները ապրին։ Վեն չի գա, որբեսի մեջը բաշար տնես եւ դանես։ So ամենակարևորը ճուրը, որ մարդուն համար Գյանք գենսադու փամն է, կտեսնենք, որ Աբրահամ երբ որ գահասնի եւ Աստված իրեն կհանդիպի, առաջին բանը որ գնե զոհասեղան գտնե։ Աբրահամ հետաքրքրված չէր իր միան մարմնային այսպես ջրի գարոդը հակեցնելով, ապա հոգևորը։ Իրեն հոգին ուզեր ճրել, իրեն հոգին ուզեր ապրեցնել, իրեն հոգին ուզեր գենտանացնել։ Ինչ բանով։ Երկրբակությամբ։ Մենք որ այստեղ ուքանք ամեն գիրագի եւ գերգրբակենք դերը սա արիթ է որովհետեւ տուն դերոջը հետ հանդիպիս զոհասեղանը երբ որ տրվեցավ դերոջը հետ հանդիպեցավ մի գործընծներ այդ արիթը սիրելիս եթե երկրբակության մեջ ես մի սպավիր կովինովը գողկինովը հերացայնովը բայց գանկնիր դերոջը նայր անորթեմ կփնդրե Ամեն անգամ որ գուկաս արիթ է հանդիպելու երկինքն ու երգիրը ստեղծող Աստծո հետ։ Սա երկրբակության քաղաքնիկն է եւ բանալին, որ արիթ կուտա երկինքը երգիրին միացնելու։ Եվ գիտեք գբադմե Աստծո փառքը, որ Աստված քեզի կդեսնե, Աստված քեզ հետ կխոսի եւ Աստված քեզ հետ կգործե։ Եվ կդեսնենք, որ Աբրահամի հետաքրքրությունը իր հոգին ճրել են ավելի նաեւ գսե որ դեր գուզեմ քեզ հետ հանդիպիլ։ Մենք շատ ադենք հանդիպինք մեր ընկերներուն, մեր բարեկամներուն հետ, բայց որ չափով մենք պետք է հանդիպինք դերոջը հետ։ Դերը հոգի է, այո, եւ դերոջը շատ ադեն մենք չենք կրնար մեր ֆիզիկական աչքերով տեսնել։ Բայց եւ ամենից որ չափ մեր հոգին կգարոդի իրեն։ Որ չափ մեր անձը կգարոդի իրեն։ Որ չափ մեր սրտերը գուզեն իր սիրտը սկալ։ Միշտ երբ որ այս պատկերը գուքա հիշեմ Հովանես Արաքյալը, որ գսե որ իր գլուխը Գուրցքին վրա դրած էր
Որչափ այսպես սիրով լեցում բամներ արաքյալի նրածը։ Մինչ բոլորը գուդեին, մինչ բոլորը գխմեին, անոր հետաքրքրությունը Հիսուսին սրդին զարգներ։ Անոր հետաքրքրությունը Հիսուսին գուրցքին վրա լալներ։ Այսօր մենք ինչերով սպառված ենք, ինչ բաներ ունենք, կամ ինչ բաներ մեր մտահոգությունները, մեր սրդերը գլեցնեն։ Աբրահամի մտահոգությունը գրնարը լալ այդ օրը չուրուր դեղեն բիտ գտնենք։ Զավակ չունիմ, բայց խոստում ունիմ։ Դժվարություններ ունիմ, պատասխաններ չունիմ։ Բայց գտեսնենք, որ առաջին բանը որ գնե, Տերոջը հետ գուզե տեսնվիլ։ Տերոջը հետ գուզե տեսնվիլ։ Սերնես, եթե մենք թրախ չիզանքենք, ինչպես Աբրահամ ռավ, շադադեն մեր հորմեն չեն կրնար լսել։ Աստված իր ներգայությունը պիտի չի բարդատրե որևէ մեկուն վրա։ Unless անդիր ծրագրի մեջ է քու կյանքիդ համար։ Բայց պետք է սիրելիներս, որ մենք արժեք տանք երկրբակության բահին եւ երկրբակենք Տիրոջ կգանք նիստուն Աստծո արչեւ երկինքն ու երգիրը ստեղծող Աստծո արչեւ եւ երբ որ անոր գնայիս անոր թեմքը գնայիս անոր մեջ սեր կտեսնես մարդոց ամենամեծ բագասը Աստծո սերն է իրենց կյանքերում մեջ գաթիլը աստվածային սերեն գրնալուզել շատ հարցեր սիրելիներս ամեն եւ այսօր մենք գարոդ ենք այդ սիրուն որովհետեւ այդ սերը մեզի գտարցնե դուն թեբի հայրը ամեն ան հայրը որ մեզի գսիրե ան հայրը որ մեզի գհոգադարե ան հայրը որ գուզել ամենալավակույնը որը լաս իր արչեւ քու բարեկամներդ քու ընկերներդ գրնալա նախանցին քեզ մե բայց անիգա քեզի գսիրե անիգա գսիրե անարակ որտին արագ մեկ փանցից քուդա որչափ որ հերու ես որչափ որ գհերանաս ուշ չէ դուն վերաթարնալու ուշ չէ հորը վերաթարնալու ուշ չէ կալու եւ պատվելու իրեն եւ իր սերը սկալու ամեն եւ ուրեմն հետաքրքրականը այն է որ իր երկրբակության վարը Սյուքեմն է եւ այն օրվա իրավիճակը Սյուքեմի գսեն թե գրաբաշտություն գար եւ մանուկներու զոհողության այս պրակտիսը նորը սկսած էր արդեն իրենց մեջ գտնվելու այսինքն չաստվածներ կբաշտեին մանուկներ կզոհեին եւ գրոնական բորնգություն գար Սյուքեմի մեջ հետաքրքրական է որ Աստված գահանտիբի Սյուքեմի մեջ Կանանի երկրի մեջ Աբրահամի հետ ուր որը լաս Աստված քեզ հետ պատրաստ է հանդիպելու ուր որ ես քու իրավիճակը ինչ որ է եթե գանչես Աստծո Աստված հավատարիմ է որ քա եւ քեզի հետ հանդիպի սիրելիս Ըլլա անիգա Սյուքեմի մեջ ըլլա անիգա Սոդոմի եւ Գոմորի մեջ Աստված պատրաստ է քեզի հետ տեսնվելու անոր համար երբևիցե մի սեր որ ասի անհարմար դեղ է Աստծո գանչելու աս ցանկի շրջանին եւ բարակային մեջ հավանաբար լավակույն բանը չեմներ եթե ասեմ եկեղեցի երթամ եթե ասեմ աղոթեմ ոչ լավակույն բանը որ գրնասնել զոհասեղանը տիր եւ Աստծո անունը գանչե իրեն հետ տեսնվելու համար եւ ուրեմն այս բոլորեն յետք Աբրահամ գերտա Եգիպտոս եւ հետո կտեսնենք որ Աբրահամ այսպես հարստությունը բավականին գշատնա եւ օրը գուքա որ իրեն հետ գով դարած էր երբ որ ուրեն գել է եւ օրը գուքա որ իրարու հետ վեճ գունենան այսպես Ղովդ եւ Աբրահամ իրարու հետ վեճ գունենան եւ Աբրահամ գսե որ մենք չենք կրնար իրարու հետ արածել այլևս so գսե Ղովդ աչքերը վերցուց ու հորտանանի ամեն գողմը նայեցավ եւ տեսավ որ ամեն դեղ չրարփի էր դերը Սոդոմը ու Գոմորը գործընծնել են առաջ մինչև Սեքովեր դերոջը տրախտին կամ Եգիպտոսի երկրին բեսեր եւ Ղովդ իրեն համար հորտանանի հովիդը ընդրեց ու թեբի արևել չվեց եւ իրար մեզ ադվեցան Հետաքրքրական է որ Աստուծո ընկեր լալը շադադեն կնշանակե որ նյութաբաշտ աչքեր չունենալ եւ ճիշտ ասե որ պիտի տեսնենք Աբրահամի կյանքին մեջ այս բաժինի մեջ որովհետեւ երբ որ իրարու հետ գսկսին
վիճապանելու Աբրահամ հետաքրքրական է որ Ղովդի պես աչքերը չի վերցներ եւ չի նայր լավակույն դեղը ուր է եւ առաջ չի ցածկերսելու որ ես լավակույն դեղը առնեմ եւ Ղովդուն գրնաս իմ զադած դեղես ավելի հերու դեղ մի երթալ կտեսնենք որ Աբրահամ այսպիսի մտահոգություն մչունի ուր բիդ արած է ինչ բիդ շահի իր տրամը որ չափ բիդլա իր ոչխարները որ չափ զավակ բիդի ունենան չեմ գիտեր ինքը հետաքրքրված չէ նյութականով Ինքը չի նայր նյութական գողմին եւ ասելու որ ես ինչպես կրնամ ավելի հարուստ լալ Ղովդեն բայց գտեսնենք որ Ղովդ հետաքրքրված էր այսպես լավ վարմը ընտրելու իր հարստությունը շատցնելու համար եւ այսպես կնայի եւ գնդրե ամենալավակույն դեղը գնդրե Սոդոմ Գոմորը not the best place բայց ընտրեց եւ շատ կարեւոր է որ այսօրվա քու որոշումը շատ ադեն հավիդենական implication-ներ կրնա ունենալ քու կյանքիդ վրա ժամանակ քու գարզես որ ժամանակավոր որոշում է բայց անիգա ունի երկար ժամանակ եւ երկար շրջանի այսպես բաներ որոնք միտքը չի կրնար հասկանալ լավակույն դեղը ընտրեց լավակույն դեղը այրեցավ ժողովուրդը մերավ ասի լավակույն դեղն է երևակայ է եթե ուրիշ դեղ ընտրած լար բայց եւ այնպես կտեսնենք որ Արագած կրկին մեջ գսե 17-րդ գլխում 14-րդ համարը վեճը չփրնգած ետ քաշվի եւ Աբրահամ ճիշտ ասի իրավ առաջ որ ամեն ինչ complicated լար սա որ շատ լավ տուն ընտրե ուզած դեղդ եւ կնա եթե տուն աչ երտաս ես սախ կերտամ եթե տուն սախ երտաս ես աչ կերտամ եւ գսե որ արավ Ղովդը եւ կնաց հիմա Ով գրնա ասել ինչու Աբրահամ աչ եւ ցախ չի նայեցավ եւ լավակույն դեղը չընտրեց Բացի որ ինքը հետաքրքրված չէր նյութականով անշուշտ Մեկը պատասխան ունի Մեկը գրնա արդյոք մտածել ինչու Ամեն ուրիշ Ամեն Գիտեր որ իրեն հոգ պիտի տաներ Գճանչնար Աստուծո քարակտերը Ով որ գճանչնա Աստված չի գրնար լալ ժլադ, չի գրնար լալ մդահոգ եւ չի գրնար լալ գծի։ Ամենակարևոր characteristic ասե որ Աստված գճանչնար։ Գիտեր որ աչալ նայր, ցախալ նայր, յետևալ նայր, արչեվալ նայր, իրեն հոգադարողը, որ խոստում տված է Աստված է։ Եվ անոր համար իրեն համար մեծ մդահոգությունը չէր գրնար լալ։ Իրեն համար կարևոր չէր Ժլադը լալ այն բահուն, մդահոգը լալ այն բահուն, որտեվ բիդի չի օգնե։ Մենք սերներ պետք է սորվինք վստահիլ Աստուծո վրա։ Մեր բոլոր բաներուն համար։ Աստված հավատարիմ է հոգալու։ Իր ջոխությանը եւ փառքին համար։ Անիգա քեզի բիդի չի ցկե, անիգա քեզի բիդի չի մորնա, եթե քու ամենալավ բարեկամդ կամ ծնողքդ քեզի մորնան։ Անիգա քեզի հետ է։ Եվ սերներ մենք պետք է Աբրահամի պես վարժեցնենք մեր միտքը, որովհետև մեր միտքը ընդհանրապես այդպես դիզայն եղել է, որ արդեն մինագը կսկսի փնտրելու լուծումներ նեղության ադեն, կսկսի մտահոգվել, այս բիլը գա, այս վճարում ունիմ, այս բարդք ունիմ, ասի ունիմ, անի ունիմ եւ այլն, եւ կսկսի տուն քեզի մտահոգության մեջ մխրջելու, մտահոգության մեջ ապրելու եւ արդեն ստրեսի լեվելը կսկսի բարձրանալու։ Բայց սերներս Աստծո խոստումը այն է որ քեզի պիտի հոգա Աստծո խոստումը այն է որ քեզի պիտի հոգա Ամեն 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 Եվ ուրեմն նոր գդագարանի մեջ գիտեք Բոս արաքել այս խրադը գուդագսե այս աշխարհին մեջ հարուստ եղողներուն բադվեր դուր որ չհբարդանան եւ անստույկ հարստության վրա հույսերնին չիտնեն Հույսերնին չիտնեն Հաբագենտանի Աստծո վրա որ ամեն բան մեզի արադորեն գուդա վայելելու Մեկը գրնար հարցնել Բոստուն ամեն բան ունիս Չէ բայց գսե որ ամեն բան գուդա արադորեն վայելելու Քու expectation-ներ շատ բարձր միտներ Աստված քեզի պիտի հոգա Գրնալալ ուրիշին Դարբեր ցևով հոգա քեզի գրնա դարբեր ցևով հոգալ բայց խոստումը միևնույնն է Աստված քեզի պիտի հոգա Գիտեք հետաքրքրական է որ Կորեայի մեջ էինք եւ գխոսեինք missionary-ի հետ իրենսի how do you make a living ինչպես գաբրիս
այսինքն տրամական կողմ է։ Այս մարդը Կազախստան ծառայած էր, Ֆիլիպինս եւ Saudi Arabia կացած էր արաբներու մեջ ավետարանը դարածելու համար, սավ by faith, հավատքով Գաբրի։ Ամծա ուրիշ հարցում արցնելու, որովհետեւ չսպասեցի այս պատասխանը, դա գարձեցի դիսե գաշխադիմ եւ այլն, մարդը ասել որ ես հավատքով Գաբրիմ։ Ասան գլա։ Որովհետեւ Աստված մեր հավատարիմ է հոգալու։ Աստված մեր հավատարիմ է հոգալու սիրելիս։ Եվ գտեսնենք, որ Ղովդ կսկսի ցանցրանալու Սոդոմ Գոմորի մեջ մեղքի պատճառով։ Գիտեք, երկրորդ Պետրոս կսե որ անօրեններուն անարակ վարքեն ցանցրացեր էր։ Եթե փնակրին կսկսի գերտալու գսե որ անիգա դանչված էր եւ դարաբաց էր։ Ցանցրացած բարը գտարքմանվի դանչված եւ դարաբաց։ Սոդոմի մեղքը անոր կդանչեր, անոր դարաբան կբաճարեր, նեղություն կբաճարեր։ As ամեն ուրդեղեն թունքեզի մեջ բերիր Ղովդ, որտեղ ուզեցի լավակույն դեղը ընտրել։ Materialistic mindset-ը կորզածեցի։ Եվ հիմա դարաբիմ, հիմա ցանցրացած եմ, հիմա գուզեմ ելնել։ Բայց գիտեք, պիտի գործընծներ իր ընտանիքը, իր դունը եւ իր հարստությունը։ Քու ժամանակավոր որոշումը, որ կգարձեր իր հետևանքներ չուներ, շատ ավելի մեծ հետևանքներ ունեցավ իր կյանքին վրա գործընծուց իր ամբողջ հարստությունը եւ իր ընտանիքը։ Մեկ որոշում փերավ գորուստ։ Ուրեմն երբ որ կգանքնես որոշումներ կատարելու սիրելիս նախ ոչ թե դու քեզի հաջեցուր Աստված։ Եվ եթե գահաջեցնես Աստված, գիտի որ Աստված այդ ճամփորդության մեջ քեզի հետ է։ Ղովդ բրգվեցավ որ անիգա արդար էր։ Բայց գործընծուց իր ընտանիքը, իր գինը գործընծուց, իր հարստությունը գործընծուց։ Մարդու հոգին շատ ավելի բարձրարժեք պետք է լա քան թե նյութականը սիրելիս։ Մարդու հոգին արժեքը շատ ավելի բարձրարժեք պետք է լա։ Եվ այս միսիոնարները ասի գնեն մարդուն հոգին շատ ավելի բարձր կբռնե քան թե իր ունեցած հարստությունը։ Սերներս ուրեմն գտեսնենք որ Աբրահամի այս 3 հատկությունները Աստծո իր վստահությունը, երկրպագության մարդ ըլլալը եւ ոչ նյութաբաշտ ըլլալը կբերեն մեր վերջին գետին։ Աներ որ Աստծո քահին արչև ինքը միշտ գուքար համարցակությամբ։ Մենք հրավիրված ենք որ Աստծո քահին արչև միշտ քանք համարցակությամբ սիրելիս։ Շատ ադեն գմորնանք, շատ ադեն գժդալանք, շատ ադեն այսպես զուլություն գնենք որ մոդենանք համարցակությամբ։ Ինչ որ Ալլահ քու վիճակը Աստված քեզի հետ պատրաստ է դեսնվելու։ Աստված քեզի հետ պատրաստ է հանդիպում ունենալու, քեզի հբելու, քեզի նորոգելու, քեզի զորացնելու, քեզի փարսացնելու համար։ Վիճակները եւ եղելությունները կարեւոր չեն։ Նույնիսկ շատ ադեն տուն ինչ որ գանցնի շատ կարեւոր չէ։ Որտեւ անոր քովը անգարելի բան մջիգա։ Անոր մեջ սեր գա։ Սիրո լեցունություն կա անոր սրդին մեջ։ Կսե ուրեմն եղբայրներ, Եբրայեցիս 10-րդ գլխուն 19-րդ համարը համարցակություն ունինք սուրբ դեղը մտնելու Հիսուսին արյունովը։ Գիտեք ամեն ճամփորդություն մեկնագետ ունի, սկզբնագետ ունի։ Աբրահամ վերջացուց իբրև Աստուծո ընկերը։ Մենք ինչպես պիտի վերջացնենք։ Մենք մեր վասկը ինչպես պիտի վերջացնենք։ Ամեն մարդ դեղը կսկսի, բայց ամեն մարդ նույն դեղը չի վերջացներ։ Ամեն մարդ կսկսի այդ քիծեն, բայց մեկ հոգի վասկի մեջ կախտե։ Աբրահամ կբաշտեր լուսինի չաստվածը, որ պետք է իրեն զավակ դար, բայց չգրցավ դալ, բայց մեր Եհովա Աստվածը իրեն զավակ տվավ։ Եվ ուրեմն համարձակություն ունենանք այսպիսի Աստծո առջև։ Գալու եւ ասելու դեր
Դու մեր հավիտենական հայրն ես։ Մեր հավիտենական հայրն ես։ Երբ ասնույթը կպատրաստեի Սուրբ Օքին այս մեսեջը սրտիս վրա ծանրացուց, որ ծարան իր կորձերովը գշահի դերոջը ապրուվելը, բայց ընկերը եւ բարեկամը իր հարաբերությունով է, որ իր բարեկամությունը գշահի։ Մենք կանչված ենք ծարաները լալու։ Այո, բայց նաև Աստված մեզի ընկերներ լալու կկանչե, բարեկամներ լալու կկանչե։ Եվ քու բարեկամությունը գշահիս ոչ թե քու մաքուր լաթերովը եւ կորձերովը, հապա քու հարաբերությունովը Աստծո հետ։ Սա մի անգլա եւ որթուն կհանդիպիս համարցակություն կունենաս, ասելու դեր ես ուզեմ քու բարեկամը դառնալ, ինչպես Աբրահամ քեզի բարեկամացավ։ Սիրելի եկեք կաղոթենք։ Չեմ գիտեր, եթե սրտիդ վրա կծանրանան նույնը, որ աղոթես, Պարսասնես դերոջը, սա գրնալալ քու համարցակությանդ մասին դերոջը կահին արջև, գրնալալ քու երգրբակությանդ համար, գրնալալ քու վստահությանդ համար Աստուծո ծրագրին, ընդրե պամը և դերոջ արջև պարսացուր։ Շնորհակալ եմ դեր, որ դու մեզի որդիներ կոչեցիր դեր։ Շնորհակալ եմ դեր, որ քու արյունովդ քննեցիր մեզի ով դեր։ Շնորհակալ եմ, որ քեզի հետ բարեկամանալու դեր բադիվը դասով դեր։ Շնորհակալ ենք դեր քու վրա զոհողությանդ համար, քու անցիդ համար ով դեր, որտեղ դու բարի Աստված ես, դու մեր հայրն ես, մեր սիրող հայրն ես ով դեր։ Աղոթեմ դեր Հիսուս, որ այսօր համարցակությամբ քու կահի դարչև գուքանք դեր, գիտնալով, որ դեր մեր հարաբերությամբ է, որ մեր բարեկամությունը քեզի հետ գշահինք ով դեր։ Այո դեր գուզենք քեզի հետ բարեկամանալ ով դեր։ Գուզենք քեզի հետ քալել այնպես, ինչպես Աբրահամ քալեց քեզի հետ ով դեր։ Դու հավատարիմ Աստված ես դեր։ Դու հավատարիմ հայր ես դեր։ Քեզի Հիսուս, շնորհակալ ենք դեր, որ քու արյանդ միջոցով դեր այսօր գրլան քեզի հետ բարեկամանալով դեր։ Գաղութեմ դեր եղբայրներս եւ քույրերս օրտնես ով դեր։ Սուրբ Օքի գաղութեմ, որ դեր այսօրվա դեր խոսքը դեր անոնց սրտերում մեջ ցանես ով դեր։ Եվ դեր թող որ դեր նոր բարեկամության սկիզբ դառնա ով դեր։ Քեզի Հիսուս, քու անունովդ գաղութեմ դեր, ամեն։ Դերը ձեզի շատ օրհնես երներս։